Եթե դու մարդ ես, եթե դու ազգ ես, քեզ կոտորել են, նորմա չի, որ դու հակա լինես իրան։ Կարող է ուժը չպատի, չկարենաս դա դրսևորես։ Այ կակրած մեկը քեզ տես մի հատ մեծ աղբեր կամ լրիվ չուժակ մեկը պետք կլինի, որ գա ասի դավայ հետդ եմ։ Իրա շահերից բխելով։ Բայց լավ քո շահից դա չի բխում, դու աշե շահ ունես։ Դու գիտեք, որ ձեզ ռուսներն են սովետն է սարքել հակաթուրք։ Ինքը թուրքը չի սարքել հակաթուրք մեզ կոտորելով։ Մենք անասուն ենք, էլի, այ տենց հորթին կարան գան ասեն։ Նենց անել, որ հորթը հարցակվի, ասենք հարուտա իրա մորը բանանողին, մորթողին, մորթող գյուղացուն։ Հնարավոր է։ Ոչ մեկ նման դատարկաբանության վրա ժամանակ չի ծախսի, որտեղ իմաստ չկա, բայց տեխնիկապես դա արդենից ես վստահ եմ հնարավոր է։ Կամ հնարավոր կլինի, ասենք մի 3-4-5 տարուց։ Եվ այդ ժամանակ, եթե ինչ-որ մեկը գա հորթին ասի, ինչքան էլ դա էլ ավելի աբսուրդ է հնչում, մեկը գա հորթին ասի, լսի ասի, դու այտենց չես բնականից, դու հորթ ես, դու անասուն ես։ Քեզ ուղակի ծրագրավորել են այլ մարդիկ, իրենց հավեսի համար, որտեղ Էլբակյանը ոդկասթում տես բան է ասել, ասեն էլ փորձենք, էլի։ Քեզ ուղակի Էլբակյանի ասած ապացույցի համար ծրագրավորել են, որ դու գնաս այդ մարդուն հարուտաս։ Բայց դու տենց չես, քո շահից չի բխում հարուտալ, ինքը քեզ կերակրում է։ Հիմա հոսամ պարզ եղավ այս ամեն ինչի ողջ զարհուրելիությունը, մեզ դա են ասում։ Մեզ ասում են դուք անասուն եք, չի կարա բնական ձեզնից բխի, որ դուք ասենք թուրքերի դեմ հելնեք պոժոժանեք, ասեք սենց չինենց է։ Չէ դուք անասուն եք, ուղղակի իրանց շահի համար, իրանց գիտապորցի համար, ձեզ գործիք սարքել համար ռուսները ձեզ եկե ծրագրավորել են։